Ուշադրություն։ Սերիալի ամբողջական դրվագների ներբեռնումը, տարածումը կամ այլ հարթակներում տեղադրելը խստիվ արգելվում է օրենքով եւ առաջացնում է իրավական պատասխանատվություն։ Բացառություն են կազմում մինչև 5 րոպե տևողության պրոմո նյութերը, որոնց տարածումը խրախուսվում եւ թույլատրվում է միայն սերիալի եթեր գնալուց հետո։ Կմրսես։ Չէ, ցուրտ չի։ Դու ես թաց մրսում ես։ Բայց մազերդ քանդի, թափած ավելի շուտ կչորանա, միջև կգտնենք մերոնց։ Չսկսես, խնդրում եմ էլի մի լացի բելա, ամեն ինչ լավ է։ Մենք կորել ենք, ես եմ մեղավոր, կներես։ Դու իմ հետ չես կորի։ Մի վախեցի, անպայման կգտնենք մերոնց։ Դու ինձ վստահում ես, չէ՞։ Հիմա թող քանդեմ մազերդ, հա, սենց գլուխդ կսավի։ Tonight, revitalize my heart. Don't you run away. Don't run away today. Share this night with me. I'm lonely as can be. Don't you run away. Don't you run away. I'll stop the complaints, I swear. Don't you run away. Today I will obey. Just wish and I will play the songs you've always loved, the songs I used to hate. The full moon has made me mad. Is it hard to understand where your brightest smile? Tell my favorite lies. Say you're also mine, that you can understand, and say that it's alright. Kiss me, hold me tight. Beneath the moon's enchanting gleam, we will share our favorite dreams. No more worries, no more tears. Dav! Գտար։ Չէ, չկան ոնց որ։ Մելս։ Մելս։ Մեզ են փնտրում։ Հա։ Դավ։ Ահա։ Մելսի ձայնն է, Դավ։ Մելս։ Ինչ ա եղել։ Ոնց ինչ ա եղել։ Ամբողջ դասանով քեզ ենք ման գալիս, ավելի ճիշտ ձեզ։ Ինչ եք փնտրում։ Որովհետև չկա եք մելս։ Որ իմանանք չեք ուզում գտնենք, չենք է ման գալ։ Չէ, մենք ուղղակի մոլորվել էինք։ Դու ինչ ես թաց։ Վելա ջան։ Այս լողալ այսօրվա պլաններում չկար, բայց Ոտասաղած ընկավ ջուրը։ Հիմա լավ ես։ Հա, նորմալ, ուղղակի մի քիչ ցուրտ է։ Չէ, պետք չի։ Վերցրու չի վանդանաս։ Վերցրու բելա։ Շնորհակալ եմ։ Դե լավ եկեք։ Նենց շատ հեռու չենք ճամբարից։ Եկեք։ Ոնց եք մոլորվել։ Շակե մոլորվող մարդը ոնց կարա հասկանա ոնց է մոլորվել։ Այնա որ հասկանար չէր մոլորվի։ Դե
Ուղղակի անհանգստացանք, բոլորս վախեցել էինք։ Լավ։ Կարևոր իրար գտնանք։ Մելս։ Բելա։ Ինձ թվում է մենք անընդհատ նույն շրջանով պտտվում ենք։ Հա, Դավիթ, Հա, պապ, Մելսն ու Բելա մեր հետ են։ Գնում ենք վերանների մոտ։ ամեն ինչ նորմալ, հա։ Հա, ուղղակի մոլորվել էին։ Դե եկեք։ Գտնվել են։ Ինձ թվաց ես էլ իրանց չեմ գտնի։ Ինչու ուրախ չես, որ գտնվել են։ Ուրախ եմ, ոնց ուրախ չեմ։ Չէի հավատում, որ իրենց նորմալ կգտնեմ։ Վերջ լավ է, ամեն ինչ լավ է։ Հիմա մենք էլ կարող ենք գնալ։ Հուսամ ճամփենի հիշում եք, չէ՞։ Մենք էլ չմոլորվենք հիմա։ Բայց ինչի ես դուքով խոսում իմ հետ։ Հա։ Սոնա, մեր շուրջը լիքը երեխաներ կան, արի մեզ երեխայի պես չպահենք։ Լսեք, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ դուք իմ ծնողի երեխայի ծնողն եք ու մեր մեջ կարող են լինել ուղղակի Դավիթի մասին հարցեր, իր առաջադիմության եւ նմանատիպ ուրիշ հարցերով մենք չենք կարող շփվել։ Սպասեք։ Պարտադիր էր դու իր հետևից գնայր, որ չգնայր խեղդվելու էր։ Չգիտեմ։ Չեմ հասկանում, ամեն ինչում է պարտադիր իր հետ ինչ որ մեկը լինի։ Պետք է մեկը լինի, որ պաշտպանի, խնամի, հոգ տանի։ Մի չափազանց շուտ։ Մելս դու իր պատճառով կորել էիր։ Չէինք կորել հանգիստ տեղի։ Կգտնեինք ձեզ։ Դեռ մրսում ես։ Մի քիչ։ Այսը կհասնենք։ Բելա ինչ ես անում դու։ Կներես չհասկացա։ Մելսի հետ նկատի ունեմ։ Մելսի հետ։ Բելա դու սիրարված ես։ Սուանի մաս քեզ ես տանջում, մի արի։ Հետո էլ շահքեն է մեղք։ Չէ, դու սխալ ես հասկացել։ Ես Մելսի ընկերն եմ։ Չէ, լսի, ես ավելի շուտ է եկել, քան շահքեն։ Որ կողքից նստապավորություններ, որ եթե չխաղանգրենք, Դավո։ Համբերեք իրար հետ գնանք։ դե մրսում է, հեսա մեկը հասնում ենք։ Հա, ավելի լավ է արագ գնանք։ Հայլ երեխեք, եկեք արագ գնանք։ Ոնց ես։ Նորմալ։ Բելա նորից։ Սպասի իրար հետ կգնանք բոլորով։ Ախր մենք պիտի գտնենք։ Ես վստահ եմ, որ հյուսիս են գնացել։ Հենց այդ ձեր վստահությունն էլ մեզ ճամփից շեղեց։ Այս ավելի կնախնդրում եմ դու կարող է հանգիստ տեղի։ Ես չեմ հասկանում, այդ հայրանունները չեն ավարտվում։ Ճիշտ է, որ Բելային գտել են։ Ժասն էր զանգել, ասեց գտել են, ասեց գանք ճամբար։ Հա, գտել են արդեն, գալիս են։ Բա ուր էին, ինչ էր եղել։ Կարևորը հիմա գտնվել են, ամեն ինչ նորմալ է, ես կարգավորել եմ։ Հա, երեխեք, ավելի լավ է հանգստություն պահենք։ Եկեք։
Այ, լավ, դե լավ ավիկա, լավ որ գտել եք։ Դե զգոն եղեք ու ուշադիր, լավ։ Եղավ, լավ։ Վերջապես գտել են։ Մերսն ու Բելան են եղել մենակ։ Հա, երկուսով ու Աստված գիտի, թե ոնց են կտրվել ամբողջ թիմից։ Ես գիտես ինձ թվում է այդ երկուսի մեջ ինչ-որ մի բան կա։ Դե լավ, երեխեք են էլի։ Այդ մեզ համար են երեխա, բայց իրենց մոտ հիմա այնպես տարիք է, որ շատ կարևոր ու շրջադարձային է։ Իրանք հիմա բոլորը մեկը մյուսին սիրահարվում են։ Բելան երբեք Մելսին չի սիրահարվի։ Այդ ինչի։ Որովհետև Բելան ավելի ինտելեկտուալ է։ Ու իմ կարծիքով ինքը այլ տիպի տղաների է հավանում։ Լավ էլի։ Իսկ ես կարծում եմ, որ Բելայի տեսակի աղջիկները հենց նման տեսակի տղաների էլ հավանում են։ Հա, անկար, կռվարար, ծույլ։ Լավ, մենք ընդհանրապես երեխեքի մասին ենք խոսում։ Իրենք 18 տարեկան են։ 18 տարեկանում մենք արդեն ինստիտուտում երկրորդ կուրսում էինք սովորում։ Լավ։ Առաջարկում եմ արդեն գնանք։ Հա, լավացենք, քանի այսօր ազատ օր ունենք, գնանք մամայիս նվերի հարցերով զբաղվենք։ Պատրաստ ես, չէ՞։ Գնացինք։ Երեխեք, բայց հաստատ ճիշտ ենք, չէ գնում։ Հա, հեսա մի 5 րոպես կհասնի վրանալու։ Ավտոբուսից ինչ իջել ենք, քայլում ենք։ Դե որ ինչ-որ մեկը հիստերիայի մեջ չընկներ ու բոլորից փախներ։ Ինձ թվում է պարզ է, թե Բելան ինչի համար գնաց։ Երեխեք հերիքա էլի, կլինի ինձնից էլ ընդհանրապես չխոսենք։ Լավ, դե իսկ կնես թարգեք արդեն։ Mən որ դաժի ես այս թեմայով բան չեմ խոսում, դուք մի խոսացեք։ Բելա, ինչ լավ է գտանք ձեզ։ Թացես։ Հարից չեմ եկել։ Դե։ Ոչ ես վախեցել։ Մի քիչ։ Պետք չի, արդեն ունի 2 հատ։ Ոչինչ ես, մի հատն է թող խցի վրան տաբլի տակ կլինի, միջև հասնենք դեպ։ Լավ էլ։ Ես դու ջրից հանես, մենք այսքան գտնենք բերենք ու իրան գան տանեն, հա։ Բելայի երազանքը կատարվեց։ Ինչ երազանք։ Երազում էր ջուրն ընկնի, հա։ Չէ, երազում էր ուշադրության կենտրոնում հայտնվի։ Ինչ չես գնացել։ Չգիտեմ։ Ասա չգիտեմ։ Սենց չի լինի, Զավեն, դու պետքա այստեղ գաս, մենակ այն ժամանակ, երբ որ Լևոնին պետքա տեսնես ու իր հետ հանդիպես։ Հասկանում եմ։ Բա եթե հասկանում ես, ինչ ես անում ստեղ։ Ինգա ես մենակ եմ, շատ մենակ եմ, հասկանում ես, մենակ եմ։ Դու կին ունես։ Հերիքա նույն բանն ասես։ Չփորձես բարձր ձայնով խոսել հետս։ Ես ես ամեն ինչը համբերատար տանում եմ հանուն Լևոնի։ Ինձ համար էլ հեշտ ու հանգիստ չի ես ամեն ինչը ընդունել։ Ինգա, խնդրում եմ ինձ լսի։ Չէ, հիմա դու ինձ լսի։ Զավեն, ես էլ եմ մենակ։ Ինձ համար էլ հեշտ չի եղել, երբ իմացել եմ դավաճանությանդ մասին։ Երբ եկել ես ու ասել ես, որ հեռանում ես։
Երբ եկել ու ասել ես, որ ամուսնանում ես։ Երբ եկել ու ասել ես, որ երեխայի եք սպասում, ես մենակ եմ եղել։ Ես ոչ մի հարազատ չունեմ, ու մոտ կկարողանամ լաց լինել, կիսվել։ Հարազատ ուս չունեմ, որի վրա կկարողանամ գլուխս դնել ու լաց լինել։ Ես ինձ նման ճոխություններ թույլ տալ չեմ կարող։ Ես չեմ կարող թույլ տալ այն, ինչը որ դու ես քեզ թույլ տալիս։ Ես չեմ լացում, չեմ նվնվում, հասկացի։ Բա այն ինչը որ հիմա անում ես ինչա, չես նվնվում։ Զավեն ես քարից չեմ։ Ես ինձ մեղավոր եմ զգում։ Իսեր Աստծո Զավեն, լավ էլի։ Լավ։ Ես քեզ ազատում եմ բոլոր մեղքերից։ Դու ազատ ես։ Եթե դա քեզ խանգարում խաղաղ ապրել, ուրեմն իմացի, որ դու ազատ ես, հանգիստ կարող ես ապրել։ Ախր Լևոնը ճիշտ է ասում։ Դու ոչ լիարժեք կաս իր կյանքում, ոչ լիարժեք բացակայում ես։ Մենք սկսել ենք վիճել։ Հաճախ վիճել, անընդհատ վիճել։ Զավեն, ինձ քո կնոջ հետ կապված ոչ մի հարց չի վերաբերում, դա քո ու քո կնոջ հարցն է։ Ես ընդամենը ուզում էի, որ երջանիկ լինենք։ Շանս տայի երկուսիս էլ։ Գիտես, ես արդեն ամեն ինչ հաղթահարել եմ։ Ու անցել եմ այս ամեն ինչի միջով։ Իսկ երջանկությունը ուղղակի մի քանի լավ պահեր են։ Դրանք մշտական չեն։ Ուղղակի այդ պահերը նկատել է պետք Զավեն։ Հիմա դուք երեխա եք ունենալու, իսկ դա հրաշալի է։ Փորձեք վայելել այս պահը։ Չգիտեմ, երազեք։ Փորձեք պատկերացնել, որ երջանիկ եք։ Ուղղակի քեզ շատ եմ խնդրում։ Մի արի այստեղ ու բողոքի։ Ես չեմ դիմանա։ Կներես ինձ։ Գնա էլի Զավեն։ Գնա կնոջդ մոտ։ Ելաս չզանգեց։ Վերջին անգամ որ զանգեց չասեց, որ հեռախոսները հավաքում են։ Հա, բայց մի 5 րոպեով չեն տա, որ մի հատ զանգենք երեխեքի հետ կապ ունենանք։ Այն ժամանակ, որ մենք արշավի էինք գնում, ոչ հեռախոս ունեինք, ոչ կապ կար։ Ինչ էր պատահում, որ։ Բայց տարօրինակ է, որ դու տենց հանգիստ ես, ես եմ անհանգստանում։ Հանգիստ եմ, որովհետև իրենց կյանքում վերջապես մի լավ բան է տեղի ունեցել։ Էլ մի ասա։ Հիշում ես այն Հովազաձորի գերիները կարդում էինք ու կարդում տարվում էինք։ Ես քեզ չեմ պատմել։ Ինչ է։ 13 տարեկան ենք, կարդացել ենք Վախթանգ Անանյանի Հովազաձորի գերիները ու որոշել ենք գնալ Արշավի։ Վերցրել ենք ուսապարկ, հաց, պանիր, լոլիկ, վարունգ, բինտ, բամբակ ու գնացինք։ Գնացինք, շատ գնացինք թեքիչ, էդ էլ Աստված կիմանա։ Հասանք կայարան։ Ուզում ենք գնանք Դիլիջան։ Բարձրացանք անտառ, այն ընկերոջս հիշում ես, Վարոյին։ Տանը սեղանի նամակ էր թողել։ Լավա շուտ կարդացին։ Եկան հետևներիցս, թե չէ մնալու էինք անտառում։ Լսի, դու քո արկածների մասին որ գիրք գրես, մի հատ վեբ կստացվի։ Ոչ բոլոր արկածները, բայց լավ բան ասեցիր, գիտես։ Ինչ է։ Ես պիտի գիրք գրեմ։ Ես կարող եմ գիրք գրել։ Սուր։ Հա։ Ես իմ ամբողջ կյանքում ուրիշի գրածներն եմ խմբագրել։ Հիմա ժամանակն է, որ ես իմ գիրքը գրեմ։ Կյանքը այս աշխատանքային դադարը տվել է նրա համար, որ ես գիրք գրեմ, իմ սեփական գիրքը։ Դե եթե մտածում ես, որ ժամանակն է։ Այո, ժամանակն է։ Ես հենց հիմա էլ կգրեմ այդ գիրքը։ Սուր, բայց սուրճ
կդնեմ։ Գաթա։ Կրակը վառենք։ Դավոն ասաց բելոն թրջվել է։ Գա չմրսի։ Ես չեմ հասկանում այսը։ Ոնց կարող է իր այդպիսի բան թույլ տալ։ Դե ընկեր Տոնոյան, չգիտեմ, բոլորով շարքով գալիս էինք, իրանք մի քիչ առաջ էին ընկել, ես էլ մտածեցի ուղիղ կածանա, կգան կհասնեն։ Իրականում Մարսյան շատ էր անհանգստացել։ Ես էլ ասացի դե լավ, հա, ինչ պիտի լինի։ Դուք պատկերացնում եք ինչ կարող էր լինել։ Ընկեր Տոնոյան, ուշանում են, իսկ կարողա ջոկատավարների հետ ընթառաջ գնանք։ Չէ, Սյուզի ջան, Դավիթի հետ խոսել եմ, շուտով կհասնեն հանգիստ տեղի։ Բայց լավ են։ Հա, Սյուզի ջան, արդեն ամեն ինչ լավ է, հանգիստ եղիր։ Բել ջան, ո՞նց ես։ Նորմալ։ Կներեք էլի, Ասիա ես։ Մեզ դու էլ ես թաց։ Չէ, ոտքել ես ամենակ։ Բելա, շուտ անցի փոխվի կմրսես։ Հա, ես հագուստս փոխեմ։ Արի վրանում կփոխես։ Տղա ջան, դու գտար։ Դե բախտս բերեց ուղակի։ Հուսամ էլ արկածներ չեն լինի։ Ոնց։ Մենք եկել ենք արկածների հետևից, ասում արկած չլինի։ Ընկեր Առաքել, մեզ նման արկածներ պետք չեն, մեր դասընկերներն էին կորել։ Լավ շակ է, հանգստացիր։ Փառք Աստծո, արդեն ամեն ինչ լավ է։ Ուրեմն սենց։ Հիմա բոլորս միասին հաց ենք ուտում, որից հետո ջոկատավարները կասեն, թե ինչ եք անելու։ Այսօր մեզ բոլորիս հրաշալի օր է սպասվում։ Այո։ Ապրես պապ ջան։ Դու իմացիր, որ իմ կյանքն ես, թթվածին ես, իմ հիմա գոնե ինձ համոզիր, թրջել հենց քեզ հետ քո կողքին։ Ես իլուետ, իմ մեջ ապրող պոետ, դու օվկիանոս, ես ընդամենը կետ, ես ընդամենը մեկը, ով չի բռնել էլ ղեկը, ով նկարում է իր կինոն ու չի էլ սեղմել ռեկը։ Ես իլուետ, կուզեի ապրել քեզ հետ, կուզեի իմ մեջ լիներ հարմարավետ, որ չմրսեր միջիս պոետը, չվարակեր քեզ էլ հետը, աչքերս վերցրու քեզ, տեսեն ինչ տեսնում եմ ես, տես իմ կյանքը, բայց աչքերդ չփակես, աչքերս վերցրու քեզ, զգան ինչ զգում եմ ես, տես իմ կյանքը, տես բոլորին ու տես քեզ։ Ամեն ինչ հերվում է, բայց ամեն ինչ երևում է, ամեն բան լուր է, լրությունն էլ գոռում է, երբ ուզում եմ խաղաղվել պատերազմում եմ, երբ ուզում եմ մտածել ես երազում եմ, ամեն ինչ հերվում է ու ամեն ինչ երևում է, մենակ չենք վերևից, ամեն բան նկարվում է, մենք մեռնում ենք վաղը, ապրում ենք երեք, այսօր ազատ եմ, արի հանդիպենք, աչքերս վերցրու քեզ, տեսեն ինչ տեսնում եմ ես, տես իմ կյանքը, բայց աչքերդ չփակես, աչքերս վերցրու քեզ, զգան ինչ զգում եմ ես, տես իմ կյանքը, տես բոլորին ու տես քեզ։
դու իմացիր որ իմ կյանքն ես թթվածին ես հիմա գոնե ինձ համոզիր թրջել հենց քեզ հետ քո կողքին Հա, ընկեր Արաքել, քննելու ենք ու գիշերը վրանից դուրս չենք գալու։ Բայ։ Ես մերը չէր։ Չէ, ձերը կողքինն է։ Հա, լավ։ Ես լավ։ Մեծ սպասի։ Այս վերցրու։ Չէ, պահի մոտդ գիշերը տակ կպահի, սառն ալնելու։ Ես ունեմ տակ հագուստ։ Ոչինչ։ Թող ես էլ մնա։ Բելա, այսօր լճի ափին կներես եթե ինձ սխալ պահեցի կամ դու ինչ-որ բան սխալ հասկացար։ Չէ, ամեն ինչ նորմալ է, Մելս։ Դու ինձ օգնեցիր, քո հագուստը տվեցիր, ապրես շատ։ Հա, խնդրեմ։ Մելս, դու էլ կներես, եթե ես ինչ-որ բան սխալ արեցի կամ… Չէ, դու ամեն ինչ ճիշտ ես արել։ Այսինքն, նենց բան չես արել, որ ասես կներես։ Մերս։ Այս աղջիկների վրանն է։ Հա, շփոթվել էի կներեք, բարի գիշեր։ Ինչ էր ուզում։ Չէ, իրոք խառնել էր վրանը։ Ինչ եղավ։ Ոչ մի բան։ Լսի, այս Լևոնի հագուստն է, կտաս իրան երևի ուզում է հիմա հագնել։ Չէ, արդեն գնացել է իրանց վրան, առավոտը կտամ։ Այս Դավիթինն էլ իմ մոտ մնաց։ Դավիթի իր հագուստը տվել էր։ Որ եկան տեսավ թացան, տվեց։ Փաստորեն մեջը մարդկային ինչ-որ բան կա։ Դե բոլորի մեջ էլ կա։ Հեսու էր։ Վրաններն էի խառնել։ Լավ է, բերգուշակ են։ Չլնի աղջիկների վրանի հետ էիր խառնել։ Դե բա Կարենի ու Վրթոյը չէիր խառնել։ Պատահական եղել կյանքս մի կեր։ Լավ է։ Օրո, շորս մնաց բելայի մոտ գնամ վերցնեմ։ Սպասի, ժամին ինչ կան դու։ Ախպեր շորս է գնամ վերցնեմ։ Եկուց կբերցնես։ Հա, իմը քնած չեն։ Ասեցի եկուց։ Լավ։ Սիրուն է երկինքը, չէ՞։ Մինչև քո գալը հա, բայց դու եկար, էլ վերև չեմ կարող նայեմ, մենակ քեզ եմ նայում։ Մի ամաչացրու։ Գիտեր, որ աստղերը արտացոլում են աչքիդ մեջ։ Հա։ Ջաս, աստղերը թափվել են աչքերիդ մեջ։ Մարդ աչքերիդ նայի ու երազանք պայի։ Ապրես որ կողքս ես։ Մեկ-մեկ հավատս չի գալիս, որ հիմա ամեն ինչ սենց է։ Ինչի։ Ես Սևակ դու չես պատկերացրին, բայց ես 4 տարի 3 ամիս ու 28 օր երազել եմ այս պահի մասին, որ մենք ուղղակի նստենք իրար կողքի ու իմանանք, որ այդպես միշտ է լինելու։ Կներես, ես երևի հիմար խոսում եմ։ Չէ, նորմալ ամեն ինչ։
Սենց ված չգիտեմ մեկը եփեքն է։ Ինձ զարթնել է Շաքեն։ Ինչի։ Սաղ գիշեր մտածել եմ։ Ավելի լավ կլինի այսօր վերջնական խոսամ հետո ու փակեմ այս թեման։ Այսինքն թեման փակեք մեզ։ Ուրեմն վсё, հա։ Հա, տես ճիշտ կլինի։ Չէ, մի րոպե։ Պատճառը բերան ամելս։ Սկսվեց էլի։ Մի րոպե, ես ուզում եմ հասկանամ քեզ, անկեղծ։ Ինչ է կատարում քո ու Բելայի մեջ։ Ոչ մի բան։ Ես ես տեսամ էլս։ Հա, մինչև Շաքեի գալը ես այդտեղ էի, լճի ափին կանգնած էի։ Հետո ինչ։ Հետո են որ համրի պոչում էիք իրար մելս։ Թե ասել ես որ ինձ թվացել է։ Մելս ես քո ընկերն եմ։ Ինձ ախպերական ասա ինչ է կատարվում հետդ։ Դու չես կարող Բելային սիրարված ըննես։ Արածդ ինչ է։ Բա Շաքեն։ Ինչ ես Բելային կապում հետդ։ Չգիտեմ։ Այսինքն։ Չգիտեմ, Դավո, ասեցի չգիտեմ։ Ինչ կա չիմանալու։ Դու Շաքեին ես սիրում մելս, տենց չի։ Չէ, ախպերական մենակ չասես որ Բելային է սիրարվե։ Ինչի։ Չէ, արա։ Ոնց կրա տենց բան լինի։ Ես չասեցի տենց հա։ Ուրեմն ասա ոնց է մելս։ Ախպերնից եք իրար նայում։ Մենք էլ Շաքին ենք մեղադրում ոնց է այդ ամեն ինչը կհասկացում։ Փաստորեն այդ աղջիկը լավ էլ հասկացել էր ամեն ինչ։ Դավո, ես չեմ կարա Բելային սիրահարված ելնեմ։ Այն ինչ դու տեսար ես որ լճի ափին այդ ես չգիտեմ այդ ինչ էր, ես չհասկացա ինչ էր կատարվում։ Ինքը իրան նման չէր, իր այդ մազերը, իր այդ վիճակը։ Արա դու խապտել ես Բելային։ Չեմ հավատում։ Արա դու չես լսում ես ինչ եմ ասում։ Ես չեմ կարա սիրեմ մի աղջկա, ով որ ուրիշ է սիրում։ Այդ թեման իմ համար ամենասկզբից փակ ա եղել։ Նա անցած անգամ էլ էր ասում որ ուրիշին է սիրում։ Ուրեմն մցրա այդ ուղեղդ։ Մելս ես մենակ Շաքեի համար եմ մտածում։ Ես էլ Դավո, ես էլ եմ Շաքեի մասին մտածում։ Եթե դու մտածում ես իմ համար մեկը շատ սխալվում ես։ Ես պետքա թողեի ձեզ Շաքեն տնալ լճի ափին։ Ուղղակի մեղքս եկավ։ Չնես կարող լավն էլ հենց է տնել, որ ձեզ տենար։ Կարող սենց բան չլներ։ Նենց չի սենց ամանալու։ Ես հեսա կխոսամ հետը։ Բարի լույս։ Ես գնամ տենամ ավազարդներ։ Մելս, ես ուզում եմ խոսեմ քո հետ։ Ես էլ։ Երեք որ դու չկայիր, ինչ ասես մտքովս անցավ Մելս։ Ես առանց քեզ չեմ կարա։ Ու այն միտքը, որ ես քեզ էլ կարողա չտեսնեմ, Շաքելսի։ Չէ։ Մելս, մենք պետքա չկռվենք, պետքա չբարթացնենք մեր կյանքը։ Ես համաձայն եմ քո ասածի հետ։ Մենք պետքա ամեն ինչ նորից սկսենք։ Ու ուղղակի խոստանանք իրար, որ ազնիվ ենք լինելու։ Ուրիշ բան չեմ ուզում։ Մելս, ես քեզ շատ եմ սիրում։ Հաշտվեցին։ Շատ լավ է։ Ոնց ուրիշ բան է իր պլանավորը։ Ինչի է ինձ թվում, որ գիշերը բոլորը դարթուն եք եղել։ Որովհետև ամբողջ գիշեր խոսացել ենք, այսօր չենք եկել քնելու։ Հա, բայց շատ լավ անցավ։
Դե լավ է, գոնե գոհեք։ Հա։ Սա վաղվանից էլի դասի։ Ինչի է ինձ թվում հետաքրքիր կյանքը վաղվանից նոր սկսելու է։ Don't you run away. Don't run away from me. Fill my empty night. Revitalize my heart. Don't you run away. Don't run away.